Փարքնեժդեհին Ժորժան այսօր ձայնս մի քիչ խզված է ոնց որ թե վատառողջ եմ չնայած ես բաները ուշադրություն չեմ դարձնում ուղղակի շատ կարևոր էր ուզեցի մի քանի րոպե նորից կիսվել իրադրությամբ ուրեմն մենք տեսնում ենք որ նախկինները այսինքն Պուտինի նախկին կոչված թևը ինչ որ այսպես բաներ է հրապարակում որ իբր իրենք նախաձեռնում են Նիկոլին գահանկեց անելու իրենց թեկնածուներին են արդեն նախապատրաստում գցում են շրջանառության մեջ բայց բոլորս գիտենք որ առանց Պուտինի դաբրոյի ասենք նախկին պուտինականները հիմա էլ են պուտինական ուղղակի իրենց անունն են նախկին այսինքն Ռոբասերժը առանց Պուտինի կամքի չի կարող Նիկոլին գահանկեց անել որովհետև իրենք բացառապես գործում են Պուտինի հանձնարարությամբ իրավունք չունեն իրենք որևիցե այլ քայլ անել քանի Նիկոլը կա դա Պուտինի կամքն է ասել է թե նույնն է թե Ռոբերտի Սերժիկի Լևոնի կամքն է դրանք չեն կարող դուրս գալ Պուտինի կամքից այդ խաղերն ինչ որ կազմակերպում են գներեք կազմակերպում են ձեր համար ես սա ուղղակի ուզեցի ասեմ որ եթե մարդը թունավոր սունկը ուտում է եւ ճանաչում է, փրկվում է, էլի մի կերպ փրկվում է, երկրորդ անգամ այդ թունավոր սունկը չպետք է ուտի, երրորդ անգամ չպետք է ուտի, չորրորդ անգամ չպետք է ուտի, բայց եթե 4 անգամ կերել է, այսինքն մի անգամ Լևոնի հետ է փորձել, մի անգամ Ռոբերտի, Սերժիկի հիմա էլ Նիկոլի հետ է փորձել այդ թունավոր սունկը, 5-րդ անգամ փորձել է չեմ կարծում որ կներեք դա անմտություն կլինի, անլրջություն կլինի հիմա ես լսեցի Խաչիկյան ազգանունով մի չգիտեմ քաղաքագետ թե ինչ է սս փափուկ տոնով խոսացող բան սս իբր ուզում է համոզի հա ես ու ինչ է անում ուզում է քոսոտած արջին արդարացնել ինքը իր նապաստակալով ես իրոք արտակինից էլ իր վարկից էլ նապաստակ է հիշեցնում ես ուզում եմ ես վերջերս դա շատ է հայտնվում համացանցում եւ հաճախակի հրավիրում են տարբեր հեռուստաալիքներ եւ հնարավորություն են տալի Ռուսաստանի ովկը անելու եւ ինքը իրեն թույլ տվեց այսպես մի արդայություն արեց ասում ոչ մեկ իրականություն կամ ճիշտը չի խոսում այդ որ ասում եք Ռուսաստանը մեր հողերը հանձնեց Թուրքիային դեզդեն բայց դու գիտեք որ Ռուսաստանը իր հողերից էլ է հանձնել Բրեստն է հանձնել, չգիտեմ Բելորուսիայի կեսն է հանձնել, Ուկրաինայի կեսն է հանձնել ուզում եմ ասի եթե նրանք հանձնել է դու շուտն ես որ չհանձնի քեզ էլի իր ասելուց ես այդպես եմ հասկանում հիմա ես այդ նապաստակին հասկանում եմ որ տղա ջան ես Ռուսաստանի հետ ինչ կապ ունեմ իմ իրավունքի արժեքը ինչ որ մեկը կարող տնօրինի ես հո Աբրանք չեմ քո նման որ ինձ երբ ուզեն հանձնել ու ես չնեղվեմ ասեմ դե լավ որ Բելորուսիան հանձնել է Հայաստանի հանձնելը ներվում է մենք սլավոնական ժողովուրդ չենք մենք Կիևյան Ռուսիայից չենք առաջացել մենք Ռուսաստանի մաս գենետիկորեն աշխարհագրորեն հասկանում եք չգիտեմ ոչ մի կերպ չենք եղել մեր գոյությունը երբեք կախված չի եղել Ռուսաստանից, մեր ցանկումնաբանությունը, բոլորս գիտենք, մեր քրիստոնեությունը ավելի հին է, քան Ռուսաստանը իր պատմությամբ։ Հասկանում եք, մենք ավելի շուտ քրիստոնյա ենք դարձել, դրանից մի քանի դար հետո նոր Կիևյան Ռուսիա է ձևավորվել։ Էլ չգնամ մեր հետամոս աստվածների ժամանակահատվածները։ Ու մենք առանց Ռուսի շատ ապրել ենք, լավ թե վատ ապրել ենք։ Մեր ինքնությունը պահելով Մեր կամքով երբ որ պետք է եղել զիջել ենք, երբ որ պետք է եղել հետ վերցնել, հետ ենք վերցել։ Ոչ թե ամենից թողել ենք Պուտինին կամ Ռուսին ասենք քո տնօրինության տակ է, երբ ինչ ուզում ես ծախի։ Դրանք ինչպես ավեցին բոլշևիկների ժամանակ, բոլշևիկ հայերը։ Հիմա Ժորժան, սա արժանապատվության խնդիր է։ Որևիցե մեկը դուք հələ մասնավոր դեպք վերցրեք, էլի պատկերացրեք դուք ունեք սեփական տուն Եվ այդ նապաստակը, այդ Խաչիկյանը գալիս է, ասում է, այդ քո տունը պետք է ռուսի համար տանք Ադրբեջանին, ռուսի գործերը խառնեն։ Այնտեղից էլ ասենք Կիևից էլ ուրիշ բան են տալի Թուրքիային կամ մի բան։ Դու չպետք է նեղվես, դու պետք է տաս, օրինակ դու կտաս քո տունը։ Չնայած ասենք ինչ եմ խոսում, իրանցի դեպքերն արդեն որ վառ օրինակ են, որ մարդիկ շատ հարմար հանձնեցին իրենց պապական տները։
իրենց գերեզմանները։ Ժորդ, չի կարելի ենթարկվել ռուսին, հասկանում եք, դա ռուսը այն ազգն է եւ թուրքը։ Սրանք դաշնակից չեն սիրում։ Եթե դու անգամ իրենց հետ հավասար ես ու իրենք քեզ հետ դաշնակցային հարաբերություն են ձևավորում, երբ որ թույլատրել իրենք քեզ խժռում են։ Խժռում են։ Իրենք դաշնակից չեն, իրենք թուրքեր են։ Թուրք թաթար են, թե ռուսները, թե թուրքերի մասին էլ չասեմ, ազերիները առավել եւս։ Դրանց ամենավիժված տեսակն է։ Եվ Ռոբերտ Քոչարը որքան խուսափում է արևմուտքից։ Վերեմ օրինակ, այդ նույն Ամերիկան Ճապոնիային վերցրեց այն ատոմի ռումբի հարվածելուց հետո ոչ թե սարքեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հերթական նահանգը, Ճապոնիային օգնեց ոտի հանեց, դարձրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների ոչ ՆԱՏՕ անդամ դաշնակից։ Այսօր Ճապոնիան գերհզոր տերություն է։ Կորեաների հարավային մասը, այսինքն ոչ թե խժռում էր Կորեան, Ճապոնիան, ոչ թե խժռում էր Իսրայելը, հասկանում եք, ոչ թե խժռեց Արևմտյան Գերմանիան, այն արևելյան մասը Ստալինը խժռեց ու կուլ տվեց։ Դա ուժեղացնում էր։ Այսինքն Ամերիկան իր դաշնակցիչներին ուժեղացնելու քաղաքականություն է վարում, ռուսները կործանելու։ Հիմա հասկանում եք տարբերությունը որն է։ Եթե որից մեկն ասում է ռուսի օգնությամբ հզորանանք, հետո տեսնենք ինչ եկամ, ռուսը 300 տարի մեզ թույլատրել է։ Մեր բնակչությունը 300 տարվա մեջ 6-7 միլիոնից եկել հասել է 2 միլիոնի։ Հայաստանում ապրում է։ Դե պատկերացրեք, թե մենք ինչպիսի ճակերտավոր դաշնակից ունենք։ Խոհեմ եղեք, իսկապես ձեր միակ փրկիչ ուժը։ Այս պայն որպես ուժ կան անհատներ, որոնք կմիավորվեն, մեր հետ կհամագործակցեն, դա ազգային ժողովրդական բևեռն է։ Եվ ես միշտ ասելու եմ, ժողովուրդ, առանց ֆինանսի մենք չենք կարող Նիկոլից ձերբազատվել, Ռոբերտից, Պուտինից, փողը պետք որ շարժվենք։ Մեզ անընդհատ տուգանքների տակ, դատական պրոցեսների տակ դուրս են գալի, ինչ-որ մենք այդ հանդիպում ենք, մեր դեսպանատները այդ մարդկանց հետ նախորդ հանդիպում են, ասում են, սրանց հետ բան չխոսեք, բան չպայմանավորվեք, որ Ալիևը հեշտ կարողանա մեզ ստորացնել։ Սա ասում եմ այն, ինչ որ մենք տեսնում ենք դրսում, դե ներսում են տեսնում եք։ Նորից եմ կրկնում, ֆինանսավորեք ազգային ժողովրդական բևեռին, ու եթե հանգարց մեկը կասի ռուսի հետ, ռուսի օգնությամբ, հավատացեք դա քո թշնամին է։ Ինքը դավաճան է, թշնամի է կամ էլ հոգեբուժարանի ապրանք, եթե այդ երկուսը չէ։ Մնաք խաղաղությամբ, ներողություն ձայնիս համար, ստիպված էի, գներեք։